բոլորիդ, սիրելի ժողովուրդ, on-line-ում գտնվող։ Այսօր եւս մեկ Կիրակի եւ ես ուզում եմ խոսքը սկսել Սաղմոս 2-ից, որտեղ Դավիթ թագավորը խոսում է այսպես. Սաղմոս 71 1-5 ասում է այստեղ. Ով Տեր, ես քեզ եմ հուսածած, թող չամաչեմ հավիտյան, քո աշտարությունով ապրեցրու եւ ազատիր ինձ, խոնարեցրու քո ականջները ինձ մոտ եւ փրկիր ինձ, ապավինության վեմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մոտ գամ, դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետեւ իմ վեմը եւ իմ բերտը դու ես, Աստված իմ փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը, անօրեն եւ բռնավոր մարդի ձեռքիցը, որովհետեւ դու ես իմ ապավենը, ով Տեր Եհովա իմ Աստված, իմ հույսը, իմ մանկությունիցը, դու ես։ Սիրելիս, եթե կարող ես դու այս տողերը հասկանալ, ապավինության վեմ եղիր ինձ համար, կհասկանաս, թե Աստվածային բնությունը որքան թանկագին է։ Նա երբեք չի ուշանում։ Մարդկային կյանքում լինում են պահեր, լինում են օրեր եւ ժամեր, որ քեզ թվում է, թե կարծես, թե այդ օգնությունը ուշ է գալիս, բայց ասեմ քեզ, ես վստահված մի անձ եմ այդ կողմից, հավատացած, որ Աստծո օգնությունը երբեք չի ուշանում։ Եթե դու նրան դարձրել ես քո կյանքի ապավենը, վեմը եւ ժայռը։ Այսպիսով, սիրելիներ, այսօրվա մեր խոսքը վերնագրված է այսօր մեկ անուն ուրիշ ոչինչ։ Սա մի շատ հետաքրքիր վերնագիր է գրում իրենում, թե ինչ է նշանակում մեկ անուն ուրիշ ոչինչ, մենք կհասկանանք շատ շուտով։ Մինչդեռ որ ուզում եմ այս ամենը մենք հասկանանք եւ խոսքի քարոզչությունը գրված քարոզվի, ես ուզում եմ բնականաբար իմ Տիրոջը երկրպագել եւ փառք տալ։ Դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախությանը պահիր, իմ կողքին ես դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախությանը պահիր, իմ կողքին ես դու, մեծարում մեծարում եմ քեզ, օրտնանքը միայն քեզ գառնասո, միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, ողջ փառքը միայն քեզ գառնասո, միայն քեզ, մեծարում եմ քեզ, աղոթքիս լուրվական ես դու, իմ հոգու ընկերն ես դու, պատում ես ինձ
ներկայության քեզ եմ փափագում երկերիս էություն ես դու աղոթքիս բույր տվող ես դու մեծության քո խորքերում քո ժպիտն է բացվում մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ Հիսուս օրհնանքը միայն քեզ գառնասո միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ ողջ բարեքը միայն քեզ Տեր Հիսուս միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրհնանքս միայն քեզ գառնասո միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ ողջ բարեքը միայն քեզ Տեր Հիսուս միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ իմ Հիսուս Խոսք, սիրելիներ, Աստծո խոսք, անարատ խոսք, անխարդախ կաթ, ասում եմ ու կասեմ միշտ, եթե երբևիցե դու կլսես Աստծո խոսք, ում բերանից էլ որ նա հնչի, եթե քո հոգին հանգիստ ապրեց, եթե քո հոգին ներսը հանգստացավ, ուրեմն իմացած եղիր, դա այն խոսքը չէր, որ քեզ պիտի փոխեր։ Եթե քո հոգին փոթորկվեց, ապա իմացած եղիր, որ այն իրական ճշմարիտ խոսքն էր։ Երբեք սիրելիներ, Աստված չի գալիս մեր մեղավոր կյանքերի մեջ, մեզ ուղղակի հանգստացնում եւ ասում, որ տի զավակս, դուստրս, ով էլ որ լինես, դու ապրիր այսպիսի մեղավոր կյանքով եւ ես էլ քեզ հանգիստ կտամ, ոչ սիրելիս։ Ամեն մեղավոր մարդու կյանքում գալիս են փոթորիկները, ամեն մեղավոր մարդկային հոգին, երբ որ լսում է Աստծո խոսք եւ նա չի փոթորկվում, ուրեմն այն խոսքը չէր, չէ որ այն պիտի փոթորկեր, այն պիտի փոթորկեր, որ դու կարողացար Հիսուս Քրիստոսին կարողանաս ընդունել քո նավակի մեջ, որպեսզի նա կարողանա այդ փոթորիկը հանդարտեցնել։ Եվ այսօր խոսելու եմ Աստվածաշնչյան մի խոսք, որը այսօր դուրս է եկել հայտնությունից, եւ այսօր քարոզելու եմ մի խոսք եւ այն քարոզվելու է իրական գրվածքով, ոչ մի բառ չեմ փափկացնելու, ոչ մի բառ չեմ արտաբերելու իմ մարդկային տեսակետով, ինչպես որ գրված է, այնպես։ Եվ մինչդեռ որ ես այս խոսքը կսկսեմ, քանի որ այս խոսքը երկրի վրա գտնվող եկեղեցիների մասին է, ես կուզեմ մի բան պատմել քեզ։
Այս վերջին ժամանակներն էր, ես YouTube-ով փնտրում էի նայել ինչ որ մեկ խոսքի քարոզչություն, որ կարող էր նաև իմ հոգին լցնել, որովհետև ես էլ ունեմ դրա կարիքը, եւ պատահեցի մի ահարկու ահռելի վիդեոյի։ Ես չգիտեմ դա ինչ եկեղեցի էր, հազարավոր մարդիկ էին նստած, եթե ոչ մի երևի 5000-ներ նստած էին, եւ այս քարոզիչի ձեռքում կար Աստվածաշունչը, եւ նա այդ պահին սկսեց. ինչու եմ սա ձեզ պատմում, սիրելիներ, եթե դու նորահոգի ես, եթե դու նոր ես Աստծո մեջ մտել, եթե դու փնտրող ես Հիսուս Քրիստոսին, ապա ես ցանկանում եմ Քրիստոսի անունով, որ դու երբեք չմոլորվես քո ճանապարհը, քանի որ քո կոմպասը Հիսուս Քրիստոսն է։ Եվ այս եկեղեցու մեջ այս քարոզիչը սկսեց անցնել մարդկանց հեշտականությամբ մարդկանց կողքերով եւ մատով դիպում էին նրանց եւ նրանք ընկնում էին, որը ընկնում տպրտում էր գետին, որը ընկնում էր կարծես անզգայացած գետին, որը կարծես պարում էր գետնի վրա անբնական տարօրինակ մի տեսակ կերպերով փորձում էր նա ապարել եւ այս քարոզիչը այսպես քայլում էր հեշտականությամբ մարդկանց գցում էր գետին ու գցում էր գետին եւ հետո գիտեք որն էր զարուրելին մի պավոր ինքը սկսեց այդ տեսակ շարժումներ անել դիվայի, ես կասեմ մեծն Քրիստոսի անունով դիվային շարժումներ երբեք սիրելիս Աստված ծաղրանքի չի ենթարկվի։ Երբեք այս երկրի աշխարհի տակ չկա մեկ մարդ, ով որ Աստծո անվանը ծաղրի եւ այսպես անպատիժ մնա, ոչ սիրելիներ, Աստված իր փառքը երբեք ուրիշին չի տա, գիտեք։ Եվ ես հիշում եմ այդ պահը նայում եմ զարուրած եւ այս մարդը ինքը սկսեց այդ տարօրինակ շարժումներն անել այս քարոզիչը եւ իր ոգուց տվեց այդ փոքր երեխայի 12 տարեկան երեխա էր նա եւ սկսեց այս երեխան զոմբիի նման քայլել շարքերով եւ մարդկանց այսպես անելով մարդիկ ընկնում էին եւ թպրտում էին։ Ինչ եմ ուզում ես ասել, ես այդ վիդեոն ցավոք սրտի ջնջեցի, քանի որ հասկացա իմ YouTube-յան էջերում պիտի գոյություն չունենա ոչ մի սատանայական ծրագիր, բայց ափսոսս որ ես այն չեմ կարող ձեզ ցույց տամ։ Ինչ եմ ուզում ասել, ծաղրել Աստծուն Որտեղ ենք մենք տեսել Քրիստոսին երկրի վրա, որ նրան երբևիցե ծաղրեն, որտեղ ենք մենք տեսել Քրիստոսին երկրի վրա, որ նրա անարատ պաշտամունքը, որ նա մեզ տվել է հասկացնելով, որ մարդիկ համարձակվեն դրան ծաղրել, որտեղ է Հիսուս Քրիստոսը քայլեր գործածել, որպիսի մարդիկ նրան ծաղրեն, ինչ է դարել այս աշխարհը, փախիր այդ տեսակ եկեղեցուց Փախիր այդ տեսակ YouTube-յան էջերից, փախիր այդ տեսակ մոլորեցուցիչներից եւ ես այսօր պիտի խոսեմ դրա մասին։ Եվ մեկ անուն ուրիշ ոչինչ։ Սկզբնակ ես ուզում եմ կարճ տալ Եսայայի մարգարեությունը։ Եսայան մարգարեացել է։ Եվ այն օրը 7 կին Պիտի մեկ մարդ բռնեն եւ ասեն. մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թե քո անունը կոչվի մեզ վրա, մեր նախատինքը վեր առ։ Ես շատ ժամանակներ եմ խորել այս խոսքի շուրջ։ Ինչ է նշանակում 7 կանայք պիտի մեկ մարդու բռնեն եւ ասեն. ամեն ինչը կուտես մեր, հացը կուտես, հագուստը կհագնես, քո անունը թող կոչվի մեր վրա։ Սա ինչ է նշանակում, սիրելիս։ Մինչդեռ որ կհասկանանք, թե սա Եսայան ինչ մարգարեություն էր մարգարեացել, ուզում եմ քեզ ասել, որ այս մարգարեությունը կատարվել առաջի դարի եկեղեցուց սկսած։ Այս մարգարեությունը եղել է, կա եւ կլինի մինչ Քրիստոսի երկրորդ գալուստի, ինչու։ Որովհետեւ այս 7 կանայքը ովքեր են սրանք, ինչու են շահագրգռված բռնել մեկ մարդու, ինչ է, կարծում եք, կինը իրավունք չունի ամեն մի կին մեկ մարդու բռնել, անգամ եթե հագուստս կուտես, հացս կուտես, հագուստս կհագնես, բայց քո անունին վրա կոչվի ոչ, սա բնականon ամուսնական մարդ բռնելու մասին չէ, այստեղ մի ուրիշ մարգարեական խորհուրդ կա, որ մենք կհասկանանք։ Եկեք հասկանանք նրանց իսկությունը։ Նրանց իսկությունը հասկանալու համար պիտի կարդանք Հայտնություն 12-րդ գլուխ 1-4-ը։ Ասում է այսպես. Եվ մի մեծ նշան երևեցավ երկնքումը, մի կին արեգակն իր վրա առած եւ լուսինը նրա տակ,
եւ նրա գլխի վրա 12 աստղերի պսակ, եւ նա հղի լինելով աղաղակում էր, երկունք քաշելով եւ չարչարվելով, որ ծնե։ Եվ մի ուրիշ նշան երևեցավ երկնկումը, եւ ահա մի մեծ վիշապ կրակի պես կարմիր, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր։ Ինչ ուներ? 7 գլուխ եւ 10 եղջյուր, եւ նրա գլուխների վրա 7 թակ։ Հիշեք այս թվերը։ Եվ նրա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը եւ նրանց գցեց երկրի վրա, եւ վիշապը կանգնած էր այն կնկա առաջին, որ պիտի ծներ։ Այն կնկա առաջին էր կանգնած, որ պիտի ծներ, որ երբ որ ծնե կուլ տա նրա զավակին։ Այստեղ այն զավակը մենք ուզում ենք այսօր ստույգ հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը Տերը ինքն էր, քանի որ վիշապը չկարողացավ չկարողացավ այն զավակին վնասել եւ այն զավակը հափշտակվեց երկինք Աստծո մոտ։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը իր երկրավոր գործը կատարելուց հետո նա հափշտակվեց երկինք, նա հարություն առավ եւ Քրիստոսի մարմինը մնաց երկրի վրա։ Քրիստոսի մարմինը, այդ ծնող կինը սիրելիս, Քրիստոսին ծնող կինը, նա ֆիզիկապես Մարիամն էր, որին որ մենք շատ սիրում ենք ու հարգում ենք, որի հոգին էությունը երկնքումն է, բայց երկրավոր այս Քրիստոսից հետո մենք հասկացանք, որ Մարիամը ինքը եկեղեցու պատիվն էր կրում, երբ որ մենք ասում ենք մայր եկեղեցի, դա նշանակում է, որ Քրիստոսի մարմինը մնաց երկրի վրա եւ այն մարմինը պետք է սրբանա։ Մինչդեռ որ այն մարմինը չսրբանա Քրիստոսի, երբեք Քրիստոս այդ մարմնի ետևից չի գա, որն է եկեղեցին։ Հայտնության 12-րդ գլխի մեջ շարունակում եմ 13-ից 17 խոսքը։ Եվ երբ որ տեսավ վիշապը, թե վայր գցվեցավ երկրի վրա, ընկավ այն կնկան ետևից, որ արու զավակը ծնեց, եւ այն կնկան երկու մեծ արծվի թև տրվեցավ, որ թրջի անապատն իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակներ եւ կես ժամանակ օծի երեսիցը։ Եվ օծն իր բերանիցը գետի պես ջուր թափեց այն կնկա ետևից, որ նրան ընկղմե, եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացավ եւ այն գետը կուլ տվավ, որ վիշապն իր բերանիցը թափեց։ Եվ վիշապը բարկացավ այն կնկա վրա եւ գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանքները պահում են եւ Հիսուսի Քրիստոսի վկայություններն ունեն։ Քանի որ այս վիշապը սատանան ինքը չկարողացավ Քրիստոսի վրա, նա բարկացած էր Քրիստոսի մարմնի վրա, բարկացած էր եկեղեցու վրա եւ առավել եւս բարկացած էր զավակների վրա։ Գիտեք, սատանան ընդհանրապես աշխարհի մարդկանցից, ովքեր որ իրենց հոգիները ծախել են սատանային, սատանան դրանց ոչ մի վատ բան չի անում։ Նկատել եք վատ մարդը, երբ որ շատ երկար է ապրում։ Ինչու՞։ Մի կողմից սատանան պաշտպանում է նրան այնքան ժամանակ, մինչև որ մեկ որ վայր կգցի, իսկ մյուս կողմից Աստված այնքան երկայնամիտ է, որ երբևիցե մարդը չունենա պատճառ Աստծուն ձեռնոց նետելու եւ ասելու դու ինձ չօգնեցիր, դու ինչը հասկացրեցիր։ Այսօր մենք այդ ժամանակներում ենք ապրում։ Դու չես հասկանում, դու տեսնում ես Աստծո երկայնամտությունը քո վրա։ Դե դու տեսնում ես, որ մեղավոր կյանքով ապրում ես եւ զարգ-զարգի ետևից չի գալիս, դա Աստծո ինչն է երկայնամտությունը, քանզի Աստված չի ուզում, որ քո հոգին կորսվի, նաև Աստված ուզում է, որ հետագայում, երբ որ կորսված լինի քո հոգին, դու պատճառաբանություններ չանես, թե ինչու։ Եվ Տերը տվել է մեզ հնարավորություններ։ Աշխարհի սատանայի ոստիկն է, նրանք փափուկ են, գեղեցիկ են նրանք աշխարհի վրա, բայց այս խոսքը այսօր քեզ համար է հավատացյալ եղբայրս, քույրս։ Քանզի սատանան բարկացած է, եւ այս բարկացած սատանան ամեն բան պիտի անի, որ քեզ հոգեվորից գցի։ Այս սատանան բարկացած ամեն ինչ պիտի անի, որ կարողանա քեզ տապալի գետնին, ում Քրիստոսի զավակներին, ում Քրիստոսի մարմնի անդամներին։ Հայտնության գիրքը մեզ հայտնում է այն 7 կանանց մասին, ովքեր էին այն 7 եկեղեցիները։ Ես ընդհանրապես ասեմ սիրելիներ, չեմ սիրում քննադատել, իրականում չեմ սիրում, որովհետև որտեղ որ կա հավատացյալ քույր եղբայր անգամ այն ամենա ինչպես բացատրեմ, երբ որ մարդը կարճում է, ուզում է փրկվել մեղքի, չի կարողանում, բայց ցանկանում է, բայց զղջում է, ապրում, ամեն ժամանակ ապրում է զղջում, նորից է մեղանչում, նորից է ուզում Աստծուն դառնալ։ Գիտեք ինչ, այս տեսակ մարդիկ իրականում
մի փոքր թուլամորթ են, բայց Աստված հանում է այդ մարդկանց գետնի երեսից, հասկանում եք, բայց այստեղ այդ հարցը չի, այստեղ հայտնության գիրկը մեզ հայտնում է 7 եկեղեցիների մասին, որոնց մեջ որ կար այն վարդապետությունը այս եկեղեցիներում գոյություն ուներ այն վարդապետությունը, որը որ մեր Տիրոջը դուրս չէր գալիս։ Օրինակի համար ասեմ, այս 7 կանայք, երբ որ բռնել էին այդ տղամարդուն, ասում էին. «Քո իմ հացը կուտենք, իմ հագուստը կհագնենք, միայն քեզանից մեզ անուն է պետք»։ Բայց ինչ անվան մասին է այստեղ խոսքը։ Եկեղեցին, սիրելիներ, Քրիստոսի մարմինն է։ Ես բազում անգամներ ասել եմ ու ես բազում անգամներ հասկացրել եմ ըստ Աստվածաշնչյան խոսքով Հովհաննեսի ավետարանի մեջ է գրված, երբ որ Քրիստոսը հարություն էր առել եւ Հովհաննեսը եւ Պետրոսը երբ որ մտավ այդ քարայրը, որտեղ որ Քրիստոսի մարմինն էր դրված եւ այնտեղ այլևս մարմինը չկար Քրիստոսի։ Եվ այնտեղ դրված էր 2 շոր։ Այսինքն մեկը Քրիստոսի վարշամակն էր, որը որ իր դեմքն էր փաթաթված խաչելիությունից հետո, այդ վարշամակը ասում է Աստվածաշունչը ծալված, հարդարված դրված էր մի կողքի։ Իսկ այն մնացած շորը, որ Քրիստոսի մարմինն էր փաթաթված, այդ շորը այսպես խառնի ճաղանճ դրված էր այդտեղ։ Մենք ինչ ենք ուզում սրանով հասկանանք, վերջը մեզ Աստվածաշունչը ուզում է սիրելիներ բացատրել իրողությունը։ Սա նշանակում է, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, անկատար է դեռ եկեղեցին Քրիստոսի մարմինը, իսկ Քրիստոսը ասեմ եկեղեցու գլուխը, որովհետև գլուխն արդեն իր գործը արել էր, Քրիստոսի գլուխը իր գործը արել էր, Քրիստոսի գլուխը իր գործը արել էր, սիրելիս, նրա վարշամակը ծալված դրված էր, այն արված է, ինչ որ անելու էր արել էր Քրիստոսը, բայց մարմնի գործը արյուտես որ պիտի անենք ես եւ դու, քանի որ դեռ Քրիստոսի մարմինը եկեղեցին կոչվածը այն դեռ սրբացված չէ երկրի վրա։ Այս 7 կանայք, 7 եկեղեցիները ցանկանում էին անուն Քրիստոսից, բայց նրանք չէին ցանկանում Քրիստոսին։ Այս տարբեր բաները, գիտես սիրելիս, երբ որ ես ինձ անուն եմ հանում, որ ես քրիստոնյա մեկն եմ, երբ որ ես անուն եմ հանում, որ ես Քրիստոսին շատ եմ սիրում ու պաշտում, մարդիկ այն պտղիցն են տեսնում։ Երբ որ մարդիկ այն պտուղը իրենց մեջ չունեն, եւ որ ես այն պտուղի մեջ չունենամ, եւ որ ես չապրեմ 24 ժամ իմ Աստծո կամքի համար, եւ որ ես իմ սխալների համար չծնկեմ ու Տիրոջից չաղաղակեմ մեղավոր եմ Տեր, անգամ եթե դու ինձ պատժել ես մեղավոր եմ եղել։ Անգամ եթե դու ինձ երկնային դաս ես տվել, զղջացել եմ, հասկացել եմ իմ մեղքի բաժինը։ Եվ այսպես սիրելիներ, այս կանայք ցանկանում էին միայն անուն, բայց ոչ Քրիստոսին։ Իսկ սա ուշ թե շուտ քո կյանքում հայտնի է դառնալու, թե դու Քրիստոսին ես ցանկանում, թե ուղղակի կրում ես Քրիստոսի անունը։ Նախատինքը ծածկելու համար, բայց ասեմ քեզ, Քրիստոսի անունը երբեք ոչ մի մարդկային նախատինք չի կարող ծածկել, բայց Քրիստոսը ինքը իր սուրբ այրունով կարող է ծածկել ամեն մեկիս նախատինքը, սկսած ինձանից։ Հայտնության գիրք, առաջի գլուխ։ Եվ այստեղ մենք կհասկանանք, թե ինչու այդ 7 կանայք մարգարեացված այս հայտնության գրքի 7 եկեղեցիներն էին։ Հայտնություն 1:10-11-ն եմ կարդում։ Եվ կիրակի օրը եղա հոգումը, ասում է Հովհաննեսը, եւ իմ ետևից մի մեծ ձայն լսեցի, ինչպես փողի ձայն, որ ասում էր. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը, եւ ինչ որ տեսնում ես, գրիր մի գրքի մեջ եւ ուղարկիր այն 7 եկեղեցիներին, որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմյուրնիա, Պերգամոն, Թիվատիրա, Սարդես, Ֆիլադելֆիա եւ Լավոդիկե։ Եվ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր։ Եվ երբ որ դարձա, 7 ոսկի ճրագակալ տեսա։ Ես չեմ շարունակում այստեղ, ուղղակի ուզում եմ, որ Տերը Հովհաննեսին ցույց էր տվել այն 7 եկեղեցիներին, այն 7 Քրիստոսի մարմնին, այն 7 կանանց
Եվ այսօր մենք պիտի հասկանանք, թե ինչու ասեց գրիր մի գրքի մեջ, որը որ արդեն սիրելիս գրված է։ Այս 7 եկեղեցիների մասին գրված է այս գրքի մեջ, եւ այս 7 եկեղեցիները աշխարհի ասեմ քեզ, ոչ թե միայն Քրիստոսի մարմինն են, այլ կրում է խորհուրդը ամեն մի Քրիստոսի մարմնի անդամի։ Սա չի կրում խորհուրդ ինչ որ քարեշինության սիրելիս։ Սա չի կրում խորհուրդ ինչ որ ուղակի մի շինության, որտեղ որ ասում են շատ Սուրբ Հոգին կա կամ ընդհանրապես չկա, ոչ։ Այս խոսքը ընդհանրապես մարդկային հոգիների մասին է։ Կլինի սա մեկ հոգի, ես եւ դու, թե կլինի նա ամբողջ եկեղեցու մեջ, ովքեր որ գալիս հավաքվում են, սա դու այսպես հասկացիր։ Քեզ պետք չի հասկանալ, որ երբևիցե այս խոսքի քարոզչությունը ուղակի քարեշինությունների մասին է, ոչ։ Եվ հիմա ինչ տեսնում ես գրիր եւ ուղարկիր այն 7 եկեղեցիներին։ Այսինքն Հովհաննես Առաքյալը տեսավ երկնքից տեսիլք եւ այն գրեց եւ այն ուղարկվել է մեզ։ Այն տեսիլքը, այն գրությունը 7 եկեղեցիների մասին, որ այսօր մենք կամ պիտի հանդիմանվենք դրանով, կամ պիտի փոխվենք դրանով, կամ էլ պիտի փառք տանք Տիրոջը, որ մենք իրականում այդ եկեղեցու մեջ ապրում ենք հարիր գործելով եւ իրական Աստծո խոսքը պայելով սիրելիներ։ Եվ առաջի եկեղեցիներ ես չեմ կարդալու, դուք կբացեք կկարտակ հայտնության, կարծեմ, եթե չեմ սխալվում, երկրորդ գլխից, այո։ Այստեղ առաջի եկեղեցին Եփեսոսի եկեղեցին էր։ Սրանք իրականում երկրի վրա եղել են սիրելիներ։ Այս եկեղեցիները եղել են, երբ որ Պողոս Առաքյալը քարոզել է եկեղեցուց եկեղեցի գնալով, ամբողջ իր կյանքի ճանապարհները ուղղելով այս մեկ եկեղեցուց այն մեկ եկեղեցին եւ տանելով այս խոսքը, տալով մարդկանց անխարդախ կաթը։ Իրականում Պողոս Առաքյալը տվել է անխարդախ կաթ, որին ես շատ եմ սիրում, եւ այդ անխարդախ կաթը նաև իմ կյանքն է փրկել։ Եվ այս Եփեսոս առաջի եկեղեցիում գրված էր, որ Հիսուս Քրիստոսն ասում է. թողել ես քո առաջին սերդ։ Ընդհանրապես մի եկեղեցի, եթե նա թողեց սերը, մի անձ, մի էություն, եթե նա թողեց սերը, ապա ասեմ քեզ, Քրիստոսի մարմնի անդամ նա դառնալ, մնալ ընդհանրապես չի կարող, որովհետև Աստված սեր է, մեզ ասում է Աստվածաշունչը, Աստված սեր է, եւ Աստված տվեց մեզ երկու պատվիրան, նոր ուխտի մեջ, սիրիր առաջինը քո Տեր Աստծուն ամբողջ էությունովդ, չեմ ասում հոգի միտ սիրտ ու միտք, եւ երկրորդը սիրիր քո դրածուն, քո անձի պես։ Եվ սա է սերը, եթե դու թողել ես քո Տեր Աստծուն, եթե դու թողել ես քո դրածու սերը ունեցած, ապա դու այլևս թողել ես առաջին սերդ։ Եվ ասում է Աստված, ատում ես, այո, Նիկողայոսյանների վարդապետությունն ատում ես, որը որ այն վարդապետներն են, ովքեր որ վարդապետում են մոլորություն, մոլորության խոսք, դու ատում ես այդ գործերը, բայց թույլ ես տալիս, որ նրանք գործեն։ Ես ուզում եմ ուղղակի իմ կյանքից մի փոքր բան վկայեմ։ Այս եկեղեցու վրա կային հալածանքներ ժամանակի ընթացքում եղել են ու կան դեռ, ես ուզում եմ ճիշտ հասկանաք մարդիկ։ Երբ որ կան մարդիկ, ովքեր որ շարքերում նստում են, եւ Աստվածաշունչը մեզ տույք ասում է, որ սատանան դուրս է գալիս հենց եկեղեցուց։ Սատանան դուրս է գալիս հենց շարքերից նստած մարդկանց։ Սատանան փորձում է հալածել եկեղեցին այն մարդկանցով, այն մարդկային էակներով, ովքեր որ տարիներ սկսած խոսք են լսել, կամ անտարբերություն, կամ անսերություն, կամ ինչ որ հալածանքներ։ Եվ Սատանան այսպես փորձում է այդ մարդկանց ուղեղը ուտելով հանել եկեղեցու դեմ։ Ինչու եմ ես այս ասում։ Եվ այս Եփեսոսի եկեղեցին նա գիտեր, որ պիտի Նիկողայոսյանների վարդապետությունը չընդուներ, նա հասկանում էր, բայց թույլ էր տալիս, որ այդ վարդապետությունը եկեղեցում լինի։ Գիտեք այդ վարդապետությունը ո՞րն է, որ մեկը կգա մեկ օր կասի, չէ, դու այսպես մի քարոզիր, արի իմ իմացած ձևով դու խոսքը քարոզիր, կամ կգա այն մյուսը կասի, օ, գիտես դու շատ խիստ ես քարոզում, պետք չի աշխարհի համար այդքան խիստ քարոզել, քանի որ երբևիցե քանակ ձեռք չես բերի։ Քավլիցի, թող եկեղեցու տան աթոռները դատարկ մնան, բայց խոսքը ուժ ունի աշխարհի մեջ սիրելիներ, եւ ինչ որ մեկը կգա եւ կասի, ինչու ես այդքան հանդիմանական քարոզում կամ այդքան ասեմ հոգեվոր բարկացած, ոչ սիրելիս, այսպիսի մարդիկ այն մարդիկ են, ովքեր որ կգան եւ կասեն մարդկանց
ականջիներին հաճոյ, խոսքը քարոզի եւ շարքերդ կլցվեն մարդկային հոգիներով, քանակներով, բայց ես ասեմ, այդ տեսակ մարդիկ իմ կյանքում չկան եւ երբեք չեն լինի։ Մի մարդ, ով որ կխանգարի անխարդախ Աստծո խոսքը քարոզելու, այդ մարդուն վաղուց եմ դուրս արել։ Երկրորդը, այս Զմյուրնիա եկեղեցին էր, այս երկրորդ եկեղեցին, այս երկրորդ կինը Քրիստոսի մարմինը, այն ասեց Քրիստոսը, գիտեմ քո աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Այս եկեղեցին կարծես թե աղքատ էր, թե նա ինչով էր աղքատ մենք չգիտենք, թե ունեցվածքով էր աղքատ, թե մարդկային քանակով էր աղքատ, ուղղակի ասում է գիտեմ քո աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Ինչ է նշանակում սա։ Որքան էլ որ աղքատ լինենք, մարդիկ, մենք, ես, դու, մենք հարուստ ենք Քրիստոսով, գիտես ինչու, որովհետև Աստվածաշունչը ասում է փռեց եւ աղքատներին տվավ, ինչը իր Սուրբ Հոգին։ Բայց դու իրականում հարուստ ես։ Գիտեմ նրանց հայոյությունը, ասում են, հրյա են, բայց սատանայի ժողովք են, մնա հավատարիմ։ Սա եկեղեցի էր, սա երկրորդ եկեղեցին էր, որտեղ գալիս էին ժողովք, բայց ասում է, նրանք ասում են հրյա են, նրանք ասում են հավատացյալ են, նրանք ասում են քրիստոնյա են, բայց ասում է Աստվածաշունչը, ժողովքն են սատանայի։ Ինչից պիտի մենք զգուշանանք։ Ընդհանրապես ես վախեցել եմ Աստծուց, քանի որ Աստվածաշունչը ասում է, մեկ անգամ, երկրորդ անգամ, երբ որ կնկատես նստածը եկեղեցում, նա դաշցի չի գալիս, այդքան տարիներ խոսքը լսելով դու նրան պիտի դուրս շպրտես, ուղղակի պիտի սատանայի գլուխը ջախջախես։ Բայց ինչ որ մի տեղ էլ կա, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ դիմացավ, սիրելիներ, երկայնամիտ եղավ։ Հրյա են, հավատացյալ են, բայց սատանայի ժողովք են։ Սա էլ մի եկեղեցի էր, որ ընդունում էր մարդիկ, ովքեր որ իրականում քրիստոնյաներ չէին, ովքեր որ իրականում կրում էին միայն Քրիստոսի անունը։ Ինչու եմ ես ասում, որ ինձ պետք է մեկը, որ բռնացնեմ եւ այդ մեկի անունը իմ վրա ազգանունը իմ վրա դաջեմ։ Սա այսպիսի մի երևույթ էր, սիրելիներ, այն 7 եկեղեցիների մեջ։ Մնա հավատարիմ։ Զմյուրնիայի եկեղեցում Աստված ասեց մնա հավատարիմ, որն է դա։ Հավատարմությունը Աստծո հանդեպ, սիրելիս, դու կարող ես մարդու հանդեպ անհավատարիմ լինել, բայց ոչ Աստծո։ Մնա հավատարիմ, այսինքն նշանակում էր դա, որ Զմյուրնիայի եկեղեցին հավատարիմ չէր, որովհետև թույլ էր տալիս, որպեսզի որոշակի սատանաներ գային նստեին շարքերում։ Երրորդը դա Պերգամոնի եկեղեցին էր։ Ասում է Աստվածաշունչը, բաղամի վաշտապետություն պահողներ ունես, բաղակին սովորեցրեց մոլորեցնել, բայց բաղամը սուտ մարգարե էր, սիրելիներ, երբ որ հին ուխտը մենք կաշտում ենք, մարգարեերով ծախված էր իր հոգով եւ ծառայում էր երկու տերերի, համ սատանային, համ Աստծուն, եւ ասում է բաղամի վաշտապետություն պահողներ ունես։ Որն էր դա։ Հավատքը վերածել կռապաշտության։ Գիտեք որն է դա, երբ որ մարդիկ գալիս են շարքերում նստում են, դու նրանց անդադար քարոզում ես, կաշտում ես Աստվածաշունչ, դու պիտի ընդամենը կաշտաս Աստվածաշունչ, որ փոխվես, դու պիտի ընդամենը այնքան շատ կաշտաս Աստվածաշունչ, որ այն Աստծո լույսը քո հոգու մեջ մտնի եւ քո հոգին լուսավորի։ Եվ կռապաշտությունը որն էր, երբ որ մարդիկ գալիս նստում էին, իրանք իրենց կյանքերով ապրում էին, դուրս էին գալիս այդ Աստծո խոսքի վայրից եւ շարունակում էին իրենց սույն կյանքը ապրելու։ Սա կռապաշտություն է, սա Աստծո հանդեպ ունեցած անհնազանդությունն է, սիրելիս, եւ անհնազանդությունը Աստվածաշնչի մեջ նայվում է որպես կռապաշտություն։ Նա է կռապաշտությունը նաեւ ով աշխարհը տեղադրեց Աստծո սուրբ եկեղեցու եւ մարմնի մեջ։ Եվ սա բաղամի վաշտապետությունն էր, բաղամ, ով քարոզում էր, ով ուզում էր հասկացնել, որ կարող ես դու ծառայել երկու տերերի, դու կարող ես ծառայել մի փոքր Աստծուն, մի փոքր սատանային եւ այսպես շարունակ։ Սա էր բաղամի վաշտապետությունը, աշխարհ եւ Աստված։ Եվ ասեմ ձեզ, աշխարհ եւ Աստված եկեղեցու մեջ չի կարող տեղավորվել, սիրելիս, սատանա եւ Աստված նույն աթոռի վրա նստել չի կարող։ Դու տեսել ես երբևիցե գիշերն ու ցերեկը իրար հետ գործվեն։
Դու տեսել ես երբևիցե, որ գիշերը ցերեկ դառնա կամ ցերեկը գիշեր ոչ, գիշերն ունի իր գիշերային ընթացքը եւ ցերեկն ունի բոլորովին իր ցերեկային ընթացքը, ինչու՞, որովհետեւ դու չես կարող սատանա, մամոնա եւ Քրիստոս տեղադրել եկեղեցու մեջ։ Դու չես կարող մամոնա եւ Քրիստոս տեղադրել քո գահի աթոռի վրա, այսպես հնարավոր չէ։ Իսկ մարդիկ Բաղամի վարդապետությունով զբաղված են, քանի որ նրանց քարոզվում էր նաեւ Բաղամի վարդապետություն, որ դու կարող ես ապրել ինչպես ուզում ես։ Արի եկեղեցի վերցրա Քրիստոսի անունը, Տեր ու Փրկիչ դավանիր նրան եւ դու կունենաս նրա ազգանունը քրիստոնյա եւ կապրես քո աշխարհի կյանքով։ Սա էր երրորդ եկեղեցու խնդիրը, որ Աստված հանդիմանում է։ Կաշտացեք, տեսեք ինչպես է հանդիմանում։ Կգամ ես ձեր տեղից ձեզ թափ կտամ ու կշարժեմ։ Բայց եկեք չհասնենք նրան, որ իրականում Տեր այսպես անի։ Սա եկեղեցու սուրբ մարմին է։ Սուրբ մարմինը պետք է սուրբ պահել։ Եթե Տիրոջ մարմին ենք, եթե Տիրոջ մարմնի անդամ ենք, ինչպես կարող ենք պղծվել։ Եթե Տիրոջ մարմնի անդամն ես, դու քեզ գերադասում ու անունը վերցրել ես քո վրա, ես հարց եմ տալիս քեզ, ինչպես ես կարող դու մեղանչել։ Ինչպես ես կարող այդքան հեշտ ու հանգիստ տրորել Քրիստոսի այրունը։ Ինչպես ես կարող դու քո դրածուն անարգել, արհամարել, սառնասրտությամբ վարվել, ինչպես։ Բացատրիր ինքդ քեզ։ Չորրորդ եկեղեցին այն Թիվաթրիայի եկեղեցին էր։ Այնտեղ որտեղ կար Քրիստոսի անուն եւ չկար Քրիստոսը ինքը։ Թիվաթրիայի եկեղեցու համար Քրիստոսն ասում է. Հեզաբել կնկանդ թույլ ես տալիս մոլորեցնել։ Ով էր Հեզաբել կինը։ Ընդհանրապես ելներ եկեղեցին ինքը խորհրդավորում է կնոջ խորհուրդով, որպես կին է խորհրդավորվում, իսկ Հիսուս Քրիստոսը որպես եկեղեցու գլուխ, ամուսին։ Երբ որ մենք հասկանում ենք տարբերում ենք այս երկու տարբեր, գիտեք ինչ, մարմինը եւ գլուխը, դու մեկ օր էլ կհասկանաս, որ շատ բաների մեջ ես դու սխալվել, հոգևոր մարդ, հոգևոր քարոզիչ, Աստծո ծառա, եղբայրս, դու շատ բաների մեջ սխալված կարող է լինես, երբ որ մենք ասում ենք Աստծո տուն, երբ որ մենք ասում ենք եկեղեցի Քրիստոսի մարմին, Քրիստոսի մարմինը դեռ Քրիստոսի գլուխը չէ։ Իսկ Քրիստոսի գլուխը դեռ Քրիստոսի մարմինը չէ։ Այնքան գործեր կան, որ մենք պիտի վերանորոգենք եւ պիտի սրբացնենք նրա մարմինը, որպեսզի նա գա իր մարմնի ետևից։ Եվ այստեղ ասում է, այս Թիվաթրիայի եկեղեցում կար Հեզաբելի վարդապետությունը, ով մոլորեցնում էր, որն է դա։ Հեզաբելը եւս հին ուխտի մեջ մի թագավորի Աքաբի կինն է եղել, ով որ իր դիվային պաշտամունքով, մանիպուլյացիայով եւ կոնտրոլով փորձում էր մարդկանց կյանքերի վրա իշխել։ Հեզաբելը այն կինն էր, որ այսօր եկեղեցիներում ունի վարդապետություն եւ այն 7 եկեղեցիներում ունի վարդապետություն։ Նա մտնում է, նա սատանայի գլուխն է, մի կերպ մտնում է եկեղեցին եւ փորձում է իր տեսակ իր վարդապետությունը տա, բայց այս Հեզաբելը կին է։ Մենք չենք խոսում, սիրելիս, եկեղեցուց մարմնից, մենք խոսում ենք այս Հեզաբել կնոջից, որ ինքը իրավունք չունի վարդապետություն տալ։ Իսկ եթե Պողոս առաքյալի թուղթը կարդացել ես, որ կին իրավունք չունի խոսելու, հենց այս սրա մասին է։ Հայտնությունը քեզ թող հայտնի դառնա։ Այս կինը, Հեզաբել կինը, իրավունք չունի խոսելու եկեղեցում։ Նա իր բերանը պիտի խփի եկեղեցում, որովհետև եկեղեցում իրավունք ունի միայն խոսել Հիսուս Քրիստոսը եկեղեցու գլուխը։ Իսկ եթե Քրիստոսը չի խոսում, կինն է խոսում, ապա կինը պիտի երբեք չխոսեր եկեղեցում։ Եվ այս Հեզաբելը ինքը զբաղված էր, ասեցի, դիվային պաշտամունքներով, մանիպուլյացիայով։ Եթե դու կգտնվես ինչ որ եկեղեցու անդամ, եկեղեցում անուններ չեմ տա, եւ այնտեղ քեզ մանիպուլյացիա կանեն, եւ կասեն, կզարկվես, եթե տասանոր չտաս, կզարկվես, եթե զոհաբերություններ չանես, կանիցվես, եթե Աստծոտանից դուրս գաս, ապա իմացի, նրանք քեզ մանիպուլյացիա են անում։ Ես ուզում եմ քեզ մեծ սիրով ասել, ոչ մի մարդ աշխարհի տակ, ոչ մի եկեղեցի չի կարող քեզ խանգարել, խաչը վերցնել եւ Տիրոջ ետևից գնալ։ Եվ Հիսուս Քրիստոսն ասեց, եթե հիշում եք, ասեց, եթե ինչ որ մեկը ուզում է ինձ հետևի, նա պիտի ամեն ինչ ուրանա,
Հայր, մայր, տուն, քույր, եղբայր եւ խաչը վերցնի եւ իմ ետևից կա։ Սա ուներ պատգամ։ Եվ երբ որ դու ենթարկվում ես մանիպուլյացիա ինչ-որ մի եկեղեցում, եւ դու ստիպված ես քայլեր անում ոչ թե սրտով, ապա Հեզաբել կինային եկեղեցու քեզ ենթարկել է մանիպուլյացիայի, կռապաշտության եւ դիվային պաշտամունքների եւ կոնտրոլ։ Գիտեք ո՞րն է կոնտրոլը։ Կոնտրոլը այն է, որ քեզ կոնտրոլ են անում։ Ինչքան աշխատավարձ ես ստանում, այդ աշխատավարձի 10-անոթը տիրոջն է եւ այսպես շարունակ փորձում են նրան քեզ կոնտրոլի տակ պահել, ստուգել քո բանկային հաշվի համարը, թե արդյոք դու 10-անոթը տվել ես թե ոչ։ Փախեք, այսպիսի իրավիճակներից փախեք սիրելիներ։ Մենք Քրիստոսին չենք տես այս կերպով ապրելու։ Մեզ համար պիտի դառնա Քրիստոսը միակ օրինակը մեր կյանքի։ Հասկանում ես դու։ Դու մի նայի ոչ մեկին, դու ինձ էլ մի նայիր։ Դու նայիր Քրիստոսին, նա է քո միակ օրինակը, եւ նա քեզ շատ գեղեցիկ օրինակներով քո հետ կխոսի։ Եվ այս Հեզաբել կինը կրում էր կնոջ կամ այս թվացյալ եկեղեցիներից մեկի կերպարը։ Եվ ամբողջ աշխարհի մեջ այս ինչ որ քարոզվում է, մտնում է եւ դուրս է գալիս եկեղեցիներում, սիրելիներ։ Եվ մենք ինչու պիտի վախենանք, ինչու Աստված մեզ ուղարկեց Հովհաննեսի ձեռքով այս 7 եկեղեցիների կնոջ կանանց մասին, որ հասկանաս, որտեղ որ չկա իրական տիրոջ պաշտամունք, դուրս եկ այդտեղից։ Որտեղ որ չկա իրական տիրոջ խոսք, դուրս եկ այդտեղից։ Եվ սրանով դու ավելի կպաշտպանվես, փնտրիր իրականը։ Ես ասեմ, չկա եկեղեցի, որ չսխալվի, չկա անձ, որ չսխալվի, բայց երբ որ այս վարդապետությունները դու կտեսնես, մոլորեցնող վարդապետությունները, մանիպուլյացիայով լեցված վարդապետությունները, ապա փախիր այնտեղից։ Ասում է, վայ մոլորեցնողին, վայ մոլորվողին, դու մի մոլորվիր։ 5-րդ դա Սարդեսի եկեղեցին էր, ասում է, կենթանի անուն ունես, բայց մեռած ես, որն է սա, որ եկեղեցու մասին է սա խոսքը, այսինքն ունես կենթանի անուն, այո, նրա անունը կենթանի է, քանի որ նա անվանավորված է Քրիստոսի անունով, բայց ասում է, մեռած ես, որն է սա։ Աշտուն եղիր հաստատիր մնացածին, որ մահվան մոտ են։ Ինչն է նշանակում սա։ Կենթանի անուն ունես, բայց մեռած ես, այո, հազարավոր մարդիկ են գալիս, նստում են, կարծես թե դու ուզում ես մի փոքր կլիկ անես, այդ խոսքը լսես, բայց հասկանում ես, որ նա ինքեզ ոչինչ չի տալիս, ոչինչ չի տալիս քեզ, ուղղակի շոյում է քո ականջի բլթակը, եւ ասեմ քեզ, այսպես մարդը չի կարող հանդիմանվել, այսպես մարդը շրջադարձ չի կարող անել։ Ասում է, աշտուն եղիր հաստատիր մնացածին, որ մահվան մոտ են, այսինքն այս տեսակ եկեղեցին ինքը մահացած եւ մարդկանց էլ դեպի մահվան տանող մի վայր է, որտեղ որ մարդկային հոգիները մոլորված գնում են դժոխք, չհասկանալով, որ իրենց մոլորեցնողը հենց այդ եկեղեցու ինչ որ մեկն էր։ Քարոզվում է այնտեղ մարդկային խոսք, մեռած է տիրոջ կենտանի խոսքը։ Կենտանի խոսքը, գիտեք, այսօր այնքան եկեղեցիներ կա, լիբերալները, ես չասեմ անուններ, այստեղ մարդիկ են, հավատքներ են սրանք տարօրինակ, տարբերված, ձևված եւ չափված, որ նրանք ասում են, հա, մենք ընդունում ենք ինչ արե Քրիստոսը, բայց այդքան ռադիկալ պետք չի լինել։ Մենք ընդունում ենք, որ Քրիստոսը խաչ բարձրացավ իմ եւ քո մեղքի համար, բայց այդքան պետք չէ խորը գնալ այդ խոսքի մեջ, չէ, պետք չէ սիրելիս։ Գիտես, սերմը խորն է ցանվում, երբ որ սերմը խորն է ցանում, այն ժամանակ է տևում, բայց նրա ծիլը երբ որ տալիս է, նրա արմատ ավելի խորն է ընկնում։ Իսկ մնացածը, երբ որ դու ամեն ինչը փափուկ ես անում եւ թվում է քեզ թե անուն ունես եւ անուն ես գրում Քրիստոսից, քո վրա մեռած է քո անունը, մեռած է քո հավատքը եւ դու մնացածին ես մահվան շեմին տարել, ժամանակն է ետ բերես եւ նրանց ճշմարիտ Աստծո խոսքը քարոզես, որովհետեւ ամեն մի մեռած, ամեն մի մոլորված հոգու համար մենք պատասխան ենք տալու։ Սա մի բան է, երբ որ ինչ որ մեկը չընդունեց խոսքը։ Ամեն մարդ կարող է ընդունել, ամեն մարդ կարող է չընդունել խոսքը, բայց երբ որ դու քարոզում ես եկեղեցի մոլորության խոսք եւ շատերին ես տանում հազարների մոլորության,
Այն ժամանակ այդ հազարների հոգիների համար պատասխան պիտի տաս, եւ այդ օրը գալու է նույնն էլ ես ինքս։ Ես բաց կթողնեմ 6-րդը Ֆիլադելֆիա եկեղեցին կքարոզեմ վերջում եւ կգնամ հիմա 7-ը Լավոդիկե եկեղեցին էր, որ եկեղեցին էր սա, որ կինն էր սա, որ ասում է ոչ ցուրտ ես, ոչ տաք ես, գաղջ ես, եւ ես քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Ես այս խոսքը որպես անկեղծ ասած միշտ ապտակ եմ հասկանում եմ, որ եթե ես գաղջ քրիստոնյա լինեմ, ուղղակի գոլ եմ, ոչ սառն եմ, ոչ տաք, Աստված ինձ փսխելու է իր բերանիցը, որն է դա դեն են հետելու մարդիկ։ Գաղջ քրիստոնյան այն քրիստոնյան է, ով որ մի փոքր աշնակ է, մի փոքր դաշնակ է։ Դու չգիտես ինքը ինչ է, դու չգիտես նա ով է, նա անուն է առած իր բերանը, բայց ինքը չի քայլում այդ սուրբ անվան հետքերի ետևից։ Սա է գաղջ քրիստոնյան։ Չկա ցուրտ վիճակ նրա մոտ, որպեսզի հասկանան այդ ցուրտ վիճակից, որ այնքան մեղավոր է, որ նա դարձի պիտի կա Տիրոջը։ Դա ցուրտ վիճակն է։ Սա մեղավոր կյանքի իրականությունն է մարդկային։ Քրիստոնյա եմ ասում ես, չեմ ասում աշխարհիկ մարդ։ Նա չի հասկանում, որ այնքան ցուրտ է, որ պիտի ապաշխարի եւ Տիրոջը դառնա եւ իրականում ապաշխարի։ Նաեւ չի հասկանում տաք վիճակը, որն է Սուրբ Հոգուն ճանաչել եւ հետևել։ Գիտեք որն է։ Տաք քրիստոնյան, այն քրիստոնյան է, ով որ Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգուն երբևիցե ճանաչել է, բայց հետևել չի ցանկացել։ Գաղջ վիճակը սա այն տարբերությունն է, կիսասիրտ եւ ծույլ։ Լսել ես դու ծույլ քրիստոնյայի մասին։ Ընդհանրապես գիտեք, որ ովքեր են ծույլ քրիստոնյաները։ Ծույլ քրիստոնյաները նրանք են, ովքեր որ ընդհանրապես այս գիրկը բացել չգիտեն։ Ծույլ քրիստոնյաները նրանք են, որ երբեք իրենց ծնկները չի ծալվում գետին եւ Տիրոջը չի երկրպագում, ինչպես որ հարկն է։ Ծույլ քրիստոնյան այն մարդն է, որ ասում է՝ դե ես իմ հավատքն ունեմ, դե ես իմ Տերն ունեմ։ Ես ամբողջ օրը խոսում եմ նրա հետ, ես ամբողջ օրը խոսակցում եմ իմ Աստծո հետ, բայց ումն է պետք քո խոսալը, երբ որ քո խոսալը մոնոլոգ է։ Ումն է պետք քո խոսալը, երբ որ քո խոսալը չի դառնում երբեք լսել Աստծուն, եւ Աստծուն լսել կարող ես դու միայն այս գեղեցիկ փառավոր գրկով, ուրիշ ոչ մի կերպ։ Ասում է՝ կրակով փորձված ոսկի առ, որն է դա, կրակով փորձված ոսկին սա աստվածաշնչյան խոսքերն է առ նրան, ջերմակ հանդերձ, որ մերկությունդ չերևի։ Սրանք այն մարդիկ ենք, որ մեր մերկությունը այնքան մերկ ենք Աստծո առաջ, որ մեզ ջերմակ հանդերձ է պետք, բայց վերջը այդ ջերմակ հանդերձը ձեռք է պետք բերել, չէ՞, ինչպես։ Աստծո առաջին մերկ ես եւ բոքոտն։ Դեղ դիրաչկերիդ որ տեսնես, այս Լավոդիկե եկեղեցին մի փոքր շատ խնդիրներ ուներ, մի փոքր շատ եմ ասում, դեղ դիրաչկերիդ որ տեսնես, այսինքն կույր ես դու, ոչինչ չես տեսնում, այո դու եկեղեցի ես, քեզ հետաքրքրում է ոսկին, բայց ոչ Աստծո ոսկին, քեզ հետաքրքրում է հանդերձը, բայց ոչ Քրիստոսի հանդերձը, բեհեզը, քեզ հետաքրքրում է ինչը, հետաքրքրում է քո աչքերը, որոնք որ երբեք չեն տեսել, չի էլ հետաքրքրում քեզ, որ երբևիցե դու ցանկանաս երկնային դեղը դնես աչքերիդ, որպեսզի տեսնես։ Այս 7 կանայք ունեին Քրիստոսի անունը։ Այս 7 եկեղեցիները, 7-րդը ես վերջում կընթերցեմ, 7 եկեղեցիներն ունեին նրա անունը, բայց չունեին Քրիստոսի վկայությունը, իրականում չունեին Քրիստոսի կամքը, խոսքը եւ զորությունը։ Ինչ որ մեկ բան միտեղ պակասում է, ես հասկանում եմ, մենք մարդ ենք, ես հասկանում եմ, մենք սխալողական ենք, բայց գիտեք սիրելիներ, երբ որ մարդը հասկանալով է մեղքը գործում, դա այդտեն սխալվել չէ արդեն։ Երբ որ մարդը իրականում գիտակցելով է մեղք գործում, դա արդեն մեկ ուրիշ բան է։ Ուրիշ բան է, երբ որ դու ասում ես ծածուկ մեղքերից ինձ Դավիթ թագավորը ազատ արա, ծածուկ մեղքեր կան չենք հասկանում։ Ես ինքս էլ ծնկում եմ եւ անալիզ եմ անում իմ մեջ, ասում եմ որտեղ սխալվեցի Տեր։ Դու շտկիր այդ։ Դու հաստատիր իմ մեջ, այդ հաստատությունը թող իմ մեջ ուժեղ լինի, որ ես չսխալվեմ։
Որ ես չընկնեմ մարդկային հոսքով, այն հոսքով գնամ եւ մեկ օր էլ ուշ լինի։ Սովորեցրու ինձ, Տեր, չէ որ ես քո մարմինն եմ, քո մարմնի անդամն եմ։ Մեզ պետք է ոչ թե Տիրոջ անուն, այլ Տեր ինքը։ Եվ վերջինս Ֆիլադելֆիա եկեղեցին որն էր սա։ Սա ես անկեղծ եմ ասում, սիրելներ, իմ մեջ մի բան է բացվել այս քանի օրեր առաջ եւ ասում եմ, այս խոսքը իմ մասին է։ Ամեն ինչ ես իմ վրա եմ վերցնում։ Եվ Տիրոջը ծնկեցի եւ ասեցի, «Ո Տեր իմ Աստված, ինչ մի զուկատիպություն էր սա»։ Եվ այս հայտնությունը խոսքիդ ես նոր եմ հասկացել։ Եվ այնքան հոգիս խախանդվել է այս խոսքից, ասում է, Ֆիլադելֆիա եկեղեցուն ասում է, քիչ զորություն ունես։ Հարցրեցի Տեր մի րոպե, այդ որ զորության մասին է, որ բժշկություններ չեմ անում, այդ որ զորության մասին է, որ մարդկանց չեմ ուղարկում այնտեղ, որտեղ որ նրանք պիտի գնան, որ զորության մասին է այստեղ խոսքը, քիչ զորություն ունես։ Բայց ասում է, նրանք հավատարիմ էին եւ չէին ուրանում Քրիստոսին։ Այս մի եկեղեցին է, որ հավատարիմ է եղել եւ Քրիստոսին չի ուրանում։ Նրանց համար բացված էր մի դուռ, երկնքից ոչով չէր կարող փակել այն։ Ես զարմացա այս Տիրոջ խոսքի վրա եւ Տեր ինձ հասկացրեց, այս իմ տարիների ապրած եւ քարոզած խոսք ասեց, դուստերս, հասկացիր մեկ բան։ Դու չես կարող դռները բացել։ Դու չունես այդքան զորություն, քո զորությունը քիչ է։ Մարդկանց համոզել, մարդկանց սիրալիր լինել, մարդկանց հասնել, օգնել ամեն նպատակած պահին, քո զորությունը քիչ է։ Այդ զորությունը պիտի Քրիստոսով լինի, այդ զորությունը պիտի սիրելիս Աստծով լինի, բայց երբ որ դու քիչ զորություն կունենաս, Աստվածաշունչը գրել է, որ ես երկնքում դուռ եմ բացել, որ ոչ ոք չի կարող երբեք փակել։ Սա Տիրոջ զորության մասին է։ Այո, ես ասեցի Տեր, այո Տեր, ունեմ քիչ զորություն։ Այո, ես հասկանում եմ, որ ես կին արմատ եմ կանգնած այս հողի վրա, այս երկրի մեջ, որտեղ տիրում է կռապաշտությունը, որտեղ տիրում է մարդկային ստությունը, որտեղ տիրում է մարդկային շողոքորտությունները, եսասիրությունները, զուտ ֆինանսական իրենց բարելավման համար, ասել եմ, ես զորություն չունեմ Տեր, ես զորավոր չեմ, ես թույլ եմ, դու ինձ կսովորեցնես քո երկնքից զորությունը, եւ Տերն ասեց, սա է, ես երկնքում դուռ եմ բացելու, ոչ ոք չի կարող այն փակել։ Հասկանում ես դու դա։ Եթե Տերը քո անզորության պատճառով վիճակով բացեց երկնքի դուռը, ոչ մի մարդ այն չի կարողանալու փակել։ Եվ ես հասկացա մեկ բան, որ ես ի զորու չեմ ոչ մի դռներ բացելու։ Դու կբացես, դու կփակես, դու կանես ինչ որ կանես, ինչ որ կուզես անես, բայց այստեղ Տիրոջ զորությունն է կարևոր, սիրելիս քո կյանքում, իմ կյանքում, քո աստծոտան կյանքում, քո մարմնում, ոչ թե մարդկային զորությունը, որ մենք ցույց տանք, թե այնքան զորավոր ենք, բայց ներքուստ այնքան մեռած ենք, ոչ։ Քիչ զորություն ունես, այո, բայց ես զորավոր եմ Հիսուս Քրիստոսով։ Սա է հայտնությունը միակ։ Զորավոր է եկեղեցին, եթե ջախջախում է օծի գլուխը։ Ուղղակի եկեղեցին պիտի հասկանա, թե որն է օծը, որպեսզի ջախջախի։ Մոլորված է եկեղեցին կինը, եթե օծը խայտում է իր գաշապարը։ Գիտեք, դա էլ կա։ Դա էլ կա, որ եկեղեցիները շատ ժամանակ միշտ էլ սկսել են Քրիստոսով, սկսել են նրանք ճշմարիտ ուղով, սկսել են նրանք սրբությունով, օրհնանքով Քրիստոսի, բայց ժամանակի ընթացքում օծը եկել է եւ խացել է այդ եկեղեցու գաշապարը։ Ես նորից կրկնում եմ, դու այդ կհասկանաս խոսքի քարոզչությունից, դու կհասկանաս արդյոք Սատանան կարող է ինչ որ մեկ եկեղեցու գաշապար խացել, կծել կամ թույնավորել կամ ինչ որ հավատացյալի գաշապարը։ Եվ հիմա ես ուզում եմ կաշտալ հայտնությունից վերջին կրկից անցնել առաջի գիրկը Ծննդոց եւ կաշտալ մի շատ կարևոր բան։ Կաշտում եմ Ծննդոց գլխի 3 14-15 խոսքը, սիրելներ։ Եվ Եհովա Աստվածն ասեց օծին.
որովհետև արիր այս դու անիծյալ լինես բոլոր անասուններիցը և դաշտի բոլոր կենդանիներիցը։ Փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերումը, և ես, ուշադիր եղեք, թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի և նրա սերունդի մեջտեղը, նա քո գլուխը ջախջախե և դու նրա գարշապարը խայտես։ Ինչ է նշանակում սա, սիրելիս։ Սա հավիտենական մի Աստված, ասեմ անեծք կամ ասեմ գործողություն, քանի որ Ադամն ու Եվան իրանք չզղջացին իրենց արարքի համար, Աստված դրեց թշնամություն օձի և կնոջ մեջտեղը։ Օձ ինքը որպես սատանան է և կինը որպես եկեղեցին։ Այսինքն դա նշանակում է, որ կամ օձը կխայտի քո գարշապարը եկեղեցի, կամ դու եկեղեցի կջախջախես օձի գլուխը։ Այսօր սիրելիներ, ցավոք սրտի եմ ասում, հոգևոր լացով եմ ասում, Քրիստոսի անունը դարձրել են խայտարակություն և հայոյություն։ Ես նորից ուզում եմ գնամ այլ վիդեոին, որ սկզբից ես ձեզ պատմեցի, ես չեմ ուզում պատկերացնել, թե այդ քարոզիչը ինչ կերպ էր սատանայական ծաղրում Աստվածաշունչը ձեռքին, և իմ մեջ բացվեց մի շատ կարևոր բան, իմ Աստված, ամեն մեկ չի, որ Քրիստոս է արտաբերում, բայց Քրիստոս պաշտում, ամեն մի եկեղեցի չի, որ Քրիստոսի անուն է վրան դրված, բայց Քրիստոսով է ապրում։ Հայտնության 17:1-7 եմ կարդում։ Նշանակում է դա, որ դու թշնամություն ունես օձի հետ։ Եվ ես այդ օձին միշտ ասել եմ, Հիսուսի անունով դու ջախջախված ես, թե որպես անց տեսակը իմ, թե որպես ծառայության տեսակը իմ, թե որպես վերնատուն Աստծոտուն խոսքի վայր, այստեղ ջախջախված է օձի գլուխը, այստեղ երբեք չպետք է մտնի մոլորության խոսքեր, այստեղ երբեք, որքան էլ որ քեզ համար ցավալի թվա եւ ռադիկալ դիպուկ խոսքը թվա, բայց հիշիր մեկ բան, սա Աստվածաշունչ է։ Սա Աստծո խոսք է, սա Քրիստոսից դուրս եկած, բերանից դուրս եկած խոսքն է, որը որ դու մեկ օր բացես կարտաս, կհասկանաս, թե այս մարդը ընդհանրապես ինչի մասին է խոսում։ Հայտնություն 17:1-7 ասում է, և այն 7 սկավառակներն ունեցող 7 հրեշտակներից մեկն եկավ և խոսեց ինձ հետ ասելով, եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա նստած է, որի հետ պոռնկվեցավ երկրի թագավորները և երկրի բնակիչները, նրա պոռնկության գինով նարպեցին, և ինձ առավ տարավ հոգով միանապատ և տեսա մի կին, ուշադիր եղի սիրելիս, ով էր այս կինը, ևս մեկ կին, ինչ էր խորհրդավորում նա, նստած կարմիր գազանի վրա, լիքը հայոյության անուններով, որ 7 գլուխ ուներ և 10 եղջյուր։ Եվ այն կինը, որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը, լիքը գարշելիություններով և իր պիղծ պոռնկությունով։ Եվ նրա ճակատումը գրված էր մի անուն, խորհուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայրը։ Եվ տեսային կինը արփած սուրբերի այրունովը և Հիսուսի վկաների այրունովը, և երբ որ տեսա նրան մեծ զարմանքով զարմացա, և հրեշտակն ասեց ինձ, ինչու զարմացար, ես ասեմ քեզ այդ կնկա խորհուրդը և այդ գազանինը, որ նրան վեր է առել, որ 7 գլուխ ունի և 10 եղջյուր։ Ով էր այս կինը։ Ով էր այս կինը։ Այս կինը այն կինն էր, որ մի ժամանակ առաջ, երբ որ նրա որդին հափշտակվեց երկինք, Աստված ամեն կերպ անապատում փորձեց նրան սնուցանել և սովորեցնել և ընկղմել ամեն մի սատանայի ջրերը, որպեսզի սատանան չտիրեր այդ կնոջ եկեղեցու մեջ։ Բայց այսօր, ցավոք սրտի սիրելիներ, Աստվածաշունչը ինքն է ասում, որ այսօր եկեղեցին ոչ թե ինքը գազանի գլուխը ջախջախեց, այլ ոմանք եկեղեցիներ կան, որ նստեցին գազանի վրա, ով էր այդ կարմիր ծիրանիով կինը, ով էր այդ մարգարիտներով լցված, այո, սրանք այն հարուստ եկեղեցիներն էին, որ Տերն ասեց, բայց դու աղքատ ես, բայց դու կույր ես, սա այն եկեղեցին էր, որ երբեք չկարողացավ հաղթել գազանին, բայց վերջում հաղթվեց,
գազանով։ Երբ որ դու նստում ես արդեն գազանի վրա եւ արդեն քո ճակատին գրված է անուն, պոռնկություններով լի, մի կին, ով որ իր Աստծուն, ես ի նկատի ունեմ հոգևոր պոռնկություն, սիրելիս, դու մի հասկացի ուրիշ բան, եւ սա Աստվածաշնչյան խոսք է, եւ ես այն կարող եմ ազատ արտաբերել, եւ այս կինը առել էր Քրիստոսի անունը իրեն վրա, գազանն էլ առել էր այդ կնոջը իր վրա։ Այո, չզարմանաս, սա այդ կինն էր, որ պիտի հաղթեր գազանին, բայց նորից եմ կրկնում, հաղթվեց գազանով։ Ինչով հաղթվեց նա։ Գազանի հարստություններով, գազանի մարգարիտներով, ծիրանիով եւ կարմիրով, բայց վերջում նրա բաժակի մեջ հայոյության այրունն էր, այն այրունը բոլոր այն սուրբերի, որոնց որ համարձակվեց այդ կինը եկեղեցին մոլորեցնել եւ Քրիստոսից անջատել եւ բաժանել եւ նրանց հոգիները հավիտենական տանել մոլորության դժոխքը։ Ով էր այդ կինը։ Դու զգուշացիր, դու հասկացիր, թե ինչ ես լսում, դու հասկացիր, թե ուր ես գնում, դու հասկացիր, թե ում ես լսում, ասեմ քեզ, եթե դու ինքդ Աստվածաշունչ Աստծո ձայնը լսես, այսպիսի մոլորություններ չես ապրի։ Քանզի ոչ մի եկեղեցի երբեք չի կարող ինձ ստիպել այնտեղ գտնվել, չի կարող ոչ մի մարդ ստիպել ինձ լսել իր խոսքը, եթե այն Աստծո խոսքը չի եւ դուրս չի գալիս Քրիստոսի կամքով։ Այսօր եկեղեցիները, շատ եկեղեցիներ հակած են ծիրանի, քանի որ մենք կաշտացինք միայն Ֆիլադելֆիա եկեղեցին էր, որ այն ուղղակի զորություն չուներ, բայց շատերն են այսօր հակած ծիրանի։ Դու հասկացիր, հարստությանը մի նայիր եկեղեցու, սիրելիս, դու նայիր հոգևոր զորությանը եկեղեցու, դու մի նայիր եկեղեցու հարուստ լիդերներին, դու նայիր այնտեղ արդյոք այնտեղից դուրս է գալիս Աստվածաշնչյան հարուստ խոսքը, Քրիստոսի հարուստ խոսքը, Քրիստոսի դիպուկ խոսքը, որը որ ասեց խաչդ վերցրու եւ ինձ հետևիր։ Գարշելիների մայր, ով արպած էր սուրբերի այրունով։ Այո, այսպիսի եկեղեցիները հարպած են սուրբերի այրունով։ Գիտեք ինչու։ Որովհետև մոլորվածը սիրում է նաև մոլորեցնել։ Միշտ հիշիր, եթե մեկը մոլորված է, նա մոլորեցնելու է։ Եթե մեկը իրապես մոլորված է, սիրելիս, նա մոլորեցնելու է քեզ։ Իրականում ասում եմ քեզ, զգուշացիր, այս աշխարհի տակ կան բազում եկեղեցիներ, բարի ովքեր որ իրականում կրում են Քրիստոսի զորությունը, Քրիստոսի այրունով եւ փառքով քարոզում են Քրիստոսի խոսքը, բայց այստեղ կան նաեւ գտնվում են եկեղեցիներ, որոնք որ մոլորեցնում են, ես ասեցի Տիրոջը Տեր, այդ մարդիկ որ նստած էին այդ տեղում, այդ հազարավոր հոգիները, նրանք մոլորված են թե ոչ։ Ինչ ես կարծում։ Մոլորված է, թե ոչ, մոլորված է, սիրելիս, որովհետև նրանց աչքերը երբեք իրական խոսքի դեմ չի բացվել։ Նրանք տեսել են միայն բժշկության հրաշքներ, ընկնել, ելնել եւ թպրտալ, եւ պարել Աստծո շուկի տակ, այսպես ասած, եւ կանգնում ասում են դա Սուրբ Հոգու զորությունն է, ինչ։ Մի ծաղրիր իմ Տիրոջի վրա, այսպիսի զորություններ Սուրբ Հոգին երբեք թույլ չի տա։ Սուրբ Հոգին այնքան գեղեցիկ է, նա այնքան գեղեցիկ տեսքով է գալիս մեր կյանք, նա բացի հանդիմանելուց եւ բացի խրատելուց եւ սիրելուց, այն երբեք այսպիսի հայոյություններ թույլ չի տա։ Մի հայոյիր Աստծո Սուրբ Հոգուն։ Այնինչ որ ես տեսա իմ աչքերովը եւ բազում անգամներ եմ տեսել, սա ուղղակի Աստծո անունի հետ խաղանելն է, բայց Աստվածաշունչը ասում է՝ կրակի հետ խաղ մի արա։ Կամ կջախջախես գազանին, կամ պիտի նստես գազանի վրա, լինես եկեղեցի, թե լինես անձ, դա ընդհանրապես կապ չունի։ Կամ ջախջախելու ես նրա գլուխը քո հավատքով, քո զորությունով, Քրիստոսով ունեցած այն թանկ խոսքով, կամ դու վերջում նստելու ես որպես անձ, կամ որպես եկեղեցի գազանի վրա։ Սա է տարբերությունը։ Քեզ պիտի հետաքրքրեր Քրիստոսը իր այրունովը, բայց ոչ թե գազանը իր հարստությունովը։ Հարստության ետևից ես գնում բարի,
այն քեզ մեկ օր պատասխան է տալու։ Մարգարիտների եւ կարմիրի ետևից ես գնում, բարի, այն քեզ մի օր պատասխան է տալու։ Ինչպես ապրեց Քրիստոս երկրի վրա, մարդիկ, նայեք կյանքին նրա, բացեք կաշտացեք 4 ավետարանները, ինչպես է ապրել Քրիստոս։ Երբևիցե նա ծաղրեց իր հորը, երբևիցե նա թույլ տվեց այսպիսի տեսարաններ, որ ծաղրանքի առարկա դառնան, ոչ։ Աստծո մեջ դիարժեք լրջություն է պետք մարդիկ։ Աստծուն ծաղրելը դա ամենադաժան բանն է, որ մարդը երբևիցե կհամարձակվի անել։ Ինչպես ծառայեց Քրիստոս երկրի վրա հեզ եւ խոնար, ինչպես հագնվեց Քրիստոս երկրի վրա, նա ուներ մեկ պատմության, ասում է Աստվածաշունչը, բայց նրան այդ պատմությանից էլ մերկացրեցին։ Նա երկրորդը չուներ, կաշտացեք տեսեք։ Իսկ հասկացել ես դու դա երբևիցե։ Երկրորդ Կորինթացիս 12 գլուխ։ Կաշտում եմ 7-ից 9։ Եվ որ հայտնությունների առավելությունով ասում է Պողոս Արաքյալը, չհպարտանամ, մարմնիս համար խայտ տրվեցավ ինձ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծե, որ չգոռոզանամ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնե ինձանից, եւ նա ինձ ասեց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Աշտավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվե ինձանում, լսեցիր, նորից եմ կրկնում, աշտ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվե ինձանում, եւ սա է, մենք մեզանով չենք կարող զորավոր լինել, եթե Քրիստոսը չէ, մենք մեզանով չենք կարող հարուստ լինել, եթե Քրիստոսը չէ քո հարստությունը, մենք մեզանով չենք կարող երբևիցե տեսնել, եթե մեր հոգևոր աչքերը չբացի Քրիստոս ինքը, այո սիրելիս, հասկացել ես, որ զորությունը հենց ինքը Քրիստոսն է, ոչ թե ոսկին, հասկացել ես, որ սրբությունը ինքը Քրիստոսն է, ոչ թե ծիրանին, հասկացել ես, բայց դու թափում ես սրբերի այրունը, չհասկանալով, որ դու պիտի պաշտպանեի նրանց։ Դու պիտի հասկացնեիր ամեն մի մոլորված մարդու, ով որ երբևիցե փնտրում էր Քրիստոսին, բայց ավելի ահռելի վիճակների մեջ ընկավ։ Դու պիտի իրականում ետդարձի բերեիր այն մարդուն մոլորված, որ մոլորված էր, բայց քանի որ դու կրկնակի մոլորված ես, դու մոլորեցրեցիր նրա ճանապարհը, ասում է կույրին, ճանապարհին, ասում է Աստվածաշունչը, կույրի ճանապարհին գայթակղություն մի դարձեք, որովհետև դրա պատասխանը Տիրոջը պիտի տաք, ով կարող է երբևիցե կույր տեսնել եւ նրա ճանապարհը այնպիսի շեղել, որ այդ կույրը գնա եւ փոս ընկնի, եւ այսպես մենք ենք մարդիկս, ամեն մեկս փնտրում ենք Աստծուն, չկարծես թե այստեղ ես միայնակ եմ կանգնած, ոչ, ամեն մի մարդ այս աշխարհի տակ ինչ որ մի կերպ փնտրում է Աստծուն, բայց հարց ինչ որ մի կերպ կարող է գտնել Աստծուն։ Դա հարցական է։ Կամ դու ջախջախում ես սատանայի գլուխը, որպեսզի նա քեզ թողնի, որ դու կարողանաս լինել այն մարդը, այն կինը, այն եկեղեցին, որի գլուխն է Քրիստոսը։ Իսկ եթե դու չջախջախեցիր, ապա քո գլուխը կլինի սատանան։ Եվ այն կենթանին, որի մեջքին դու պիտի նստես։ Սա է կին քո ցանկությունը, անուն եւ փառք։ Սա է եկեղեցի քո ցանկությունը, անուն եւ փառք։ Փառավորված, գիտեք ով ենք մենք, գիտեք որքան տարածքներ ունենք մենք այս երկրի վրա, որքան տասնյակ հազարավոր տարածքներ ենք առել եւ գնել, այդ տարածքները երկրավոր են ու շատ շուտով ամեն ինչ այսպես թե այնպես կվերջանա, սիրելիներ, բայց մեզ պետք է երկնքում տարածքներ, մեզ պետք է Աստծո գրկում տարածք ունենալ, որ վաղը չեմ իսօր էլի եմ կրկնում, երբ որ կանգնես դարպասների մոտ, ասես Տեր, թույլ տուր ներս մտնեմ, կասի ետիս գնացեք անօրենություն գործողներ։
Կասես դու կկանգնես, կասես, չէ որ քո անունովը մարգարեացանք, չէ որ քո անունովը դևեր հանեցինք, չէ որ քո անունովը քարոզեցինք, բայց Հիսուսն ասելու է. Ետից գնացեք, սատանայի որդիներ, որովհետև այդտեղ երբեք իմ անուն չի եղել։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Սա է իսկությունը, սա է խնդրի լուծումը, սա է իրական հավատքը, սիրելիներ, որ մենք գիտակցենք, թե ինչ ենք խոսում եւ ինչու ենք խոսում։ Անկամ եթե հազարավորներն ատեն այս խոսքը, բայց կգտնվի մեկ մարդ, որ կհասկանա որտեղ է ճշմարտությունը, եւ ճշմարտությունը այս գրքի մեջ է, ոչ թե մարդկային բերաններում։ Մեզ պետք է Աստծո կամքը կատարել։ Մեզ պետք էր այն տաղանդները, երբ որ Աստված մեզ բաժանեց, մեկին տվեց 5, մյուսին տվեց 2, այն երրորդին տվեց 1, դա կապ չուներ, թե որքան տաղանդ էր այն, որքան ոսկի կամ արծաթ էր այն, կարևորագույնս էր, որ այն կարողանայինք մենք բազմացնել։ Իսկ վերջինս պահեց այդ տաղանդը եւ բերեց Տիրոջը ետ տվեց, ասեց վերցրու, քանի որ ես գիտեմ որքան դու խիստ ես, վերցրու այս քո տաղանդը, ոչ սիրելիս, որքան որ Տերը տվել է, այնքան էլ պահանջելու է։ Միշտ իմացիր, որքան որ Աստված տվել է այս մարդուն գիտություն եւ խոսք, այնքան էլ պահանջվելու են Աստծո կողմից։ Կարող է այսօր քեզ չթվա, որ այն պահանջվում է, բայց մեկ օր գալու է, որ կանգնելու ես նրա աչքերի առաջ։ Մեկ օր գալու է, որ ես եմ կանգնելու նրա գրակոտ աչքերի առաջ եւ պիտի պատասխան տամ։ Ոչ թե այն փափուկ խոսքի համար, որ աշխարհը մոլորեցրեց, այլ այն խիստ խոսքի համար, որ գետ մեկ հոգու լսում ես։ Գետ մեկ հոգու բերեց փրկության։ Սա է կյանքի իմաստը։ Սա է խաչի իմաստը, սիրելիս։ Սա է խաչը, որ ասում է վերցրու եւ արի իմ ետևից։ Ոչ մեկի ետևից մի գնա, Քրիստոսի ետևից գնա։ Խորհուրդս ընդքես փորձել եմ, իմ մոտ ստացվել է։ Ու ցանկալի է ցավերի ժամանակ Քրիստոս լինի ներկա։ Դարդերի ժամանակ Քրիստոս լինի քո կողքին, ինչպես որ կաշտացի Սաղմոս 2-ին ի սկզբանե։ Այո, հույսը տարա Քրիստոսին, ով է մարդը, որ դու մարդու վրա հույս տնես, ով է մարդը, որ երբևիցե պատկերացնես, որ նա պիտի քո իրավիճակներին ցանկացած պահին պիտի կարողանա քեզ հասնել եւ օգնել, ոչ, Աստված է քո Տերը, Աստված ամեն ինչ կանի, Հիսուսն է քո Տերը, արի ոչ թե նրան միայն անունով կանչիր, այլ նա թող դառնա իրականում քո Տերը եւ քո Փրկիչը, թե չէ, բոլորս էլ կարող ենք Քրիստոսի անուն տանք, բոլորս էլ կարող ենք ասենք, որ քրիստոնյա ենք, բայց քրիստոնյա ես, ապա փորձիր հարգել Քրիստոսին, փորձիր սիրել նրան, փորձիր չմեղանչել, փորձիր ապրել նրա պատվիրաններով, փորձիր կաշտալ նրա խոսքը, տուր ժամանակներդ նրան, հավատացյալ ես, ունես Աստվածաշունչ, այս խոսքը դու երբևիցե ցանկացել ես մեկ օր բացելու կարտալ, ասում ես հավատացյալ ես, չէ, առանց Աստվածաշնչի հավատացյալ չկա։ Սիրելիս, խիրուրգը, երբ որ խիրուրգ է դառնում, նա ունի դիպլոմ ստացած, որ նա կարող է սրտի օպերացիա անել։ Իսկ դու առանց Աստվածաշնչի հավատացյալ անգամ կոչվելու իրավունք չունես։ Հիմա խիստ էր, դիպուկ էր խոսքը, բայց իրականությունն էր, բացիր այս, սրա մեջ կգտնես մարգարիտներ, իրական հարստությունը սրա մեջ է, իրական գանձը սրա մեջ է, բացիր եւ կաշտա սկսիր Հովանեսի ավետարանից եւ սկսիր կաշտալ եւ շարունակել այս խոսքը, որ քո կյանքդ կփոխի, այս խոսքը, որ քեզ գեհենից կազատի, այս խոսքը, որ քեզ մոլորեցուցիչներից կազատի, մի մոլորվիր, ամեն, շնորհակալ եմ քեզանից իմ Տեր, շնորհակալ եմ այս խոսքի համար, որ դիպուկ էր, խիստ էր, բայց իրական էր։ Շնորհակալ եմ, որ դու տալիս ես այն հաղթությունը, որ երբևիցե ես մարդկային փափուկ բարձ տնելով չեմ քարոզում այն։ Եվ ես երջանիկ եմ, Տեր, որ ես քեզ եմ ծառայում։ Այս աշխարհի տակ առաջնահերթ ես քո ծառան եմ, ես քո ստրուկն եմ, Տեր, եւ քեզ պիտի ծառայեմ, եւ քո կամքով պիտի ծառայեմ։ Ով որ կհասկանա երբևիցե շատ բարի, ով էլ որ չի հասկանա, համոզված եմ, այս սերմը քո սրտի մեջ ցանվել է եւ մեկ օրային ծիլ կտա Հիսուս Քրիստոսի անունով։ Քեզանից շնորհակալ եմ իմ Տեր,
Փառք ու պատիվը միայն քեզ Հիսուս։ Հավիտյանս հավիտենից դու պիտի փառավորվես, ով է մարդը, որ երբևիցե փառավորվի, ով է մարդը, որ երբևիցե կարողանա ասել, գիտես ով եմ ես։ Ես այն անձը կսիրեմ, կհարգեմ, որ երբևիցե ասի, գիտեք ով է իմ Տերը։ Գիտեք ով է իմ այրը, գիտեք ով է իմ եկեղեցու գլուխը, եւ պարզ վիճակով կասի Քրիստոսն է, ոչ թե նրա անունը, ոչ թե նրա անունը մարդ, Քրիստոս ինքը, իր այրունով, իր մարմնով, իր չարչարանքներով հանդերձ, նրան արա քո անձիդ եկեղեցուդ գլուխը եւ այն ժամանակ կինը կպապանձվի այո, այն ժամանակ կինը կլռի այո, այն ժամանակ կինը չի խոսի այո, որովհետեւ կխոսի միայն ու միայն այրը, գլուխը, Քրիստոս Հիսուսը։ Քեզ փառք ու պատիվ իմ Տեր ամեն ժամանակ, գոհություն եւ զորությունը միայն քեզ, հավիտյանս հավիտենից, Հայր, որդի եւ Սուրբ Հոգի անունով, ինչ որ մեկը թող նստած տեղ ասի, ամեն։